մի տարին մեկ, երկու տարին մեկ կամ ավելի մի փոքր երկար պարբերականությամբ մենք մեր գրական օջախը փոխում ենք։ Քաղաքի տարբեր հասցեներում եղանք, ի վերջո Գորկու 64, որից հետո այդ տարածքն էլ ուրեմն վտարային էր։ Հետո մենք տեղափոխվեցինք Երկրապահ միության հետ նույն շենքում, հետո դա էլ մերը չէր ու մենք փորձեցինք վերջնական լուծում տալ այս ամեն ինչին, դիմեցինք քաղաքապետարան։ Գյումրու նախկին քաղաքապետին ուղղված դիմումը չմերժվեց Գրողների միության Շիրակի մասնաճյուղին զույգ աղբյուր կոչվող թաղամասում 200 քառակուսի մետր տարածք հատկացվեց։ Միայն թե սեփականաշնորհման գործընթացը ամբողջությամբ չի կատարվել։ Գործընթացի մեջ պրոցեդուրային սխալ եղավ, այսինքն կադաստրի պահով մենք ուշացրեցինք կադաստրում գրանցվելը մի 100 քառակուսի մետրը, որի համար մենք երկրորդ անգամ ենք այդ փուլն անցնում։ Սեփականաշնորհման գործընթացը կրկին մեկնարկեց այս անգամ քաղաքապետ Սամվել Բալասանյանին ուղղված դիմումից հետո։ 2013 թվականի հունվարի 31-ին տրված հրամանի համաձայն Ղուկասյան փողոցի 4-րդ շարքի 7 կոտորակին հողամասը, որ 100 քառակուսի մետր տարածք էր զբաղեցնում, պատկանում է Գրողների միությանը։ Մյուս 100 քառակուսի մետր տարածքի սեփականաշնորհումը դեռ ընթացքի մեջ է։ Քննարկվել է լրացուցիչ տարածքացնելու հարցը, բայց քանի որ շրջակայքում կային ժամանակավոր կացարաններ, այսպես ասած տոմիկներ, հարցը մտա փակուղի քննարկվեց եւ հետաձգվել էր մինչեւ տնտնակների հարցը վերջնականապես լուծելը։ Գրողների միությանը հատկացված նոր հողամասը իր հետ նոր խնդիրներ է բերել։ 200 քառակուսի մետր տարածքում տնակներ կան, որտեղ ընտանիքներ են ապրում։ Ընտանիքներից մեկը նույնիսկ սեփականության վկայական ունի։ Վերջիններս մեր այցից անակնկալի եկան ու շտապեցին ցույց տալ սեփականության իրենց իրավունքը փաստող թղթերը։ Կատաստրը նայ։ Նայեք ես տանք ինչ եղել։ Ես չգիտեմ, նայես, պես նայես։ Չկարելի նկարել։ Ասում չէ։ Չէ, չի նկարել։ Չէ, նկարել։ Լավ, չենք նկարել։ 450-ն սեփական տուն։ Մեմ նան ես ստամ, 404 քառակուսի զերո Կանի նկարեք դու քելեր գնացեք այմար սեփական տարածք է գնացեք։ ինքը պետք է Սերգորը արդեն սկսի շինարարություն։ Հենց ստեղ։ Այս ընտանիքը 4-ից 5 տարի առաջ է սեփականաշնորհել հողամասը եւ պատրաստվում է տարածքում սեփական տուն կառուցել։ Ստացվում է մեկ տարածքը երկու սեփականատեր ունի։ Ոստեղի ես սկսեմ սեփական կադաստրով տված է։ Գրողների միությանով է քեզ ուղարկի, ասեք։ Մեզ հատկացվեց 200 քառակուսի մետր տարածք զույգ աղբյուրներ կոչվող թաղամասում։ Կամ բնակվողներ չգիտեմ ինչ կարգավիճակով են, գուցե արդեն տուն ունեն կամ չունեն, բայց փաստը մնում է այն, որ տարածքը հատկացված է Գրողների միությանը։ Պետք է ուսումնասիրվի, կան տարբերակներ լուծման, փոխհատուցման տարբերակներ կան։ Եթե պարզվի, որ այդ տնակները վաղուց պետք է հեռացված լինեին, չեն հեռացվել, նոր հարգատիր կարգով հեռացվեն։ Լրիվ է սեփականաշնորհած մարդիկ ես ասենք թե փող չունեմ չկրծառնի, ընդից հանին թաբլինը ստեղից է ուզում են հանեն։ Կարինե Բաբայանի ընտանիքը 6 անդամ ունի, վաղուց են այս տարածքում ապրում, սակայն տեղյակ չեն, որ շուտով ազատելու են իրենց բնակության վայրն ու այն զիջելու սեփականատիրոջը։ չեն տեղեկացրել, որ պետք է ազատեք տարածքը։ Չէ, հեշտ բան է, ինձ հələ չեն տեղյակ ծրել, որ ես են գիտենամ, որ պետք է ստեղից ինձ հանեն, ոչ մի բան։ Ում բաժին կհասնի հողատարածքը տեղում բնակվող ընտանիքին, թե Հայաստանի Հանրապետության Գրողների միության Գյումրու բաժանմունքին, ցույց կտա Գյումրու քաղաքապետարանի ճարտարապետական բաժնի աշխատակիցների կատարած համապատասխան ուսումնասիրությունները, ինչը կսկսվի միայն այն ժամանակ, երբ Գրողների միությունը հստակ ներկայացնի կառույցի նախագծանախահաշվային փաստաթղթերը։ Հեղինե Մանուկյան, Արթուր Մարգարյան, Ազդարար։